Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, Շանթի ու եթերը շարունակում է տեսանկյուն հաղորդաշարը, այսօր մենք խոսելու ենք մի մեծ նախաձեռնությունից, մի հիմնադրամի գործունեությունից, որը կամուրջ է հայրենիքի եւ արտերկրում ապրող հայերի միջև։ Խոսքը Ռադիո Մարիամի առաքելության մասին է, որի հետ Ռադիո Շանթի համագործակցությունը արդեն 15 տարվա պատմություն ունի։ Իսկ Ռադիո Մարիամը իր գործունեության ջանքերը նաեւ միավորում համատեղում է ամենամյա մարիաթոնների միջոցով, որի մասին այսօր կզրուցենք տեսանկյան հյուրի հետ։ Տեսանկյան հյուրն է Ռադիո Մարիամ մշակութային հիմնադրամի տնօրեն հայր Ռաֆի Սակայանի հետ։ Շնորհակալություն։ Ողջույն։ Հատկանշական զուգադիպություն է, գիտեք, մեր այսօրվա զրույցը մայիսի 7-ին նշվում է ռադիոյի գյուտի օրն է, ռադիոյի ստեղծման օրն է եւ կարծես ավանդական մեդիան երբևէ չի կորցնում իր դերը, ուղղակի տրանսֆորմացվում եւ համարվում իրավիճակին աշխարհաքաղաքական։ Իսկ Ռադիո Մարիամը համաշխարհային ընտանիք է եւ այս ընտանիքում իր տեղն ու դերն ունի մասնաճյուղը, Հայաստանի մասնաճյուղը, այն էլ Գյումրիում։ Ինչու հենց առաքելությունը սկսեց Գյումրիում Ռադիո Մարիամը։ Նախ շնորհակալություն հրավերի համար եւ այս առիթին համար։ Ուրեմն այս առաքելությունը սկսած է Գյումրի, որովհետեւ նախաձեռնությամբ որոշ անձերու, որոնք արդեն Գյումրի հաստատված էին, նախնական շրջանին այդպես պատրաստված ոչ անպայման Ռադիո Մարիամ անունով եւ ապա Հայրանդոն Թութունջյան իր նախաձեռնությամբ 14 տարի առաջ մոտավորապես իբր Ռադիո Մարիամ հաստատված է եւ ինչպեսի կարող է նաեւ զուգադիպություն լինել, բայց նաեւ եթե նկատի առնենք, որ Ռադիո Մարիամ հիմնականին կաթողիկ եկեղեցվո այդպես ծոցեն դուրս եկած է եւ այս շրջանին ավելի Շիրագի շրջան, Ճավախ եւ այլ շրջանին ավելի նաեւ կան առաջնորդարանը եւ տարբեր հովվական ծուխեր, ուրեմն երևի նաեւ այդ նպատակով այս շրջանի Գյումրիի մեջ կաթոլիկ համայնքի հաստատված գոյությունը նաեւ կարևոր նախապայման էր, որպեսզի այստեղ սկսվեր։ Ռադիո Մարիամ մշակութային հիմնադրամի առաքելությունն է, չէ, ասենք ռադիոհաղորդումների միջոցով հայության համախմբելը եւ ամուր պահել կապը, բայց այն իհարկե միայն կրոնական թեմաներով չեն, զրույցները տարբեր են։ Ինչպիսի շեշտադրումներ կան Ռադիո Մարիամի բովանդակություններում։ Ուրեմն եթե խոսում ենք այդ միության մասին, հայրենիք, սփյուռք, ընդհանրապես հայերու մասին, ինչն է որ մեզ հազարավոր տարիներ կամ դարեր, հազարավոր տարիներ պահած է մեր հավատքը, մեր լեզուն եւ մեր մշակույթը։ Հետևաբար Ռադիո Մարիամ նաեւ կանդրադառնա այդ հարցերուն, որովհետեւ այսօր յուրաքանչյուր հայու, յուրաքանչյուր հայկական հաստատության կարծեմ մտահոգությունը պետք է լինի այս երեք կետերու վրա հիմնվել, որոնք ինչպես ասի կստեղծեն ատմիությունը եւ հզորությունը նաեւ, ուրեմն հավատքը, լեզուն, մշակույթը անշուշտ ավելի ծավալուն է, եթե մշակույթ ասենք կա երաժշտություն այնտեղ, գրականությունը, ճարտարարվեստը եւ ճարտարապետությունը, ներողություն, եւ գեղարվեստը ամեն տեսակ, ուրեմն Ռադիո Մարիամը կանդրադառնա այդ մարզերուն, ուրեմն ունի իր կրոնական բաժինը, որը կարևոր մեկ մասն է աղոթքը նաեւ, որուն կրնանք նաեւ անդրադառնալ ավելի մանրամասնորեն, որուն կարևոր մեկ մասն է Աստվածաշունչի եւ մեր հոգեվոր արժեքներու հոգեվոր հարստության մատուցումը մեր ժողովրդին հիմնականում ուրեմն այս մարզերու մեջ կբովանդակվի գործունեությունը։ Այսօր աշխարհ հակամարտությունների մեջ որոշակի հասարակական, քաղաքական, այսպես սողացող խորը իրադարձություններ, այ կրոնական թեմաները շատ են կարևորվում եթերներում։ Իհարկե, որովհետև հակամարտությունները ինչի արդյունք կարող են լինել։ Հակամարտությունները կարող են լինել որոշ համոզումի արդյունք, որոշ խաղապարախոսության, որոշ ուղղության, եւ կամ կարող են լինել զուտ անձնական հետաքրքրություններ, շահագրգռություններ։ Եվ երբ խոսենք արդեն շահագրգռություններու մասին, այնտեղ արդեն հոգևորը
կարևոր է, որովհետև մենք դժբախտաբար շատ քիչ խոսենք որոշ բարեր բացատրություններ շատ քիչ կգործածենք ինչպես առաքինություն այսօր ինչ են առաքինությունները առաքինությունը դա է որ ես ամեն ինչի մեջ իմ անձը նախ չտնեմ եւ դժբախտաբար այնտեղ են կսկսին նաեւ հագամարտությունները կարող է մրցակցությունը հագամարտությունը մարզական է չգիտեմ ինչ լավ բան է իրականին այո միշտ ավելի բայց երբ ի վնաս ուրիշին կլինի կամ ի վնաս ամբողջության, ի վնաս հասարակության, դա արդեն վտանգավոր է եւ այնտեղ կարծեմ գրոնքի թերը կարեւոր է։ Հենց այսօր այս երկու օրը որ մենք մարիաթոնը գանցկացնենք, որի մասին կտեր խոսանք, գարկախոսն է այս տարվան սիրո մեջ է հաղթանակը։ Այո։ Եվ եթե մենք խոսում ենք հագամարտություններու եւ բացասական բաներու մասին եւ ուզում ենք հաղթահարել ինչն է որ մեզ այդ հաղթանակը դա սերը մարիաթոնով է շարունակենք սա մի գործընթաց է մի ավանդական գործընթաց է ռադիո Մարիամի գործունեության առաքելության մեջ տեսեք տարին երկու անգամ է անցկացվում եւ անպայման դրանցից մեկը լինում է մայիսին ինչու մայիսին մայիս ամիսը մեր մոտ աստվածածնի նվիրված ամիսն է Սուրբ Կույս Մարիամ Աստվածածնի ամիսն է եւ ավելի ծանոթ է սպյուրքի մեջ ուր հadouk աղոթքի ամիս է Աստվածածնի նվիրված եւ եթե տեսած եք կամ անդրադարձած եք շատ անգամ գիներ աղջիկներ նաեւ գավույթ սկեստ այդ ժամանակ հadouk գավույթը սկեստով դուրս կան խորհրդանշող սպիտակ կոդիով կապույտ սկեստով եւ ոմանք նույնիսկ ամբողջ այդ ամիսը այդ կապույտ սկեստը կգրեն երկնային կապույտ Աստվածածնի նվիրված ամիս է եւ ուրեմն որովհետեւ ռադիո Մարիամը կգրե Աստվածածնի անունը հետեւաբար այդ ամսուն մեջ է որ կկատարվի այդ մարիաթոնը դրամավակը կամ մարիաթոն կոչենք Այդ մարիաթոնը բոլորի համար է միայն աշխարհասփյուր, այսինքն այս մարիաթոնը անցկացվում է այնտեղ, որտեղ իր գործունեություն ունի ռադիո Մարիամ, այսինքն 85 երկրներում, թե դա միայն որոշակի ուղղվածության է Գյումրիում է միայն անցկացվում կամ միայն Հայաստանում։ Այս ամբողջ աշխարհում, այդ 85 երկրներում մարիաթոնը այս ամիս անշուշտ զանազան թվականներ ուրիշ երկրներ մայիսի կեսին կանեն կամ մայիսի վերջը նայած յուրաքանչյուր երկրի յուրաքանչյուր ռադիո Մարիամի նախընտրություններուն կամ իրենց դրամատրված միջոցներուն բայց ամբողջ աշխարհով եւ գարկախոսն ալ գտրվի կենտրոնեն ամեն տարվա համար եւ երկրորդ մարիաթոնը պայման չէ, բայց այս մայիսինը բոլորը կանցկացնեն, ոմանք երկրորդը կանեն հոկտեմբերին, ոմանք նոյեմբերին, հոկտեմբեր ամիսը նույնպես սիրված ամիս է այս մարիաթոնի համար, որովհետև նույնպես հոկտեմբեր ամիսը նվիրված է Աստվածածնի ծևոմը, որտեղ Վարդարանի ամիսն է, Վարդարանի դոնը, որ հաստատված է հոկտեմբերի 7-ին եվրոպական ուժերու տարած հաղթանակը Օսմանյան նավատորմեղին վրա դրա հիշատակին հաստատված է այդ դոնը եւ ոմանք ուրեմն երկրորդ մգանցկացնեն նաեւ հոկտեմբեր ամսին Մարիաթոնը բաց է բոլորի համար եւ ինչ ուղերձ ունի այս մարիաթոնը ինչու ենք կազմակերպում մարիաթոներ սա զուտ ֆինանսական կայունություն ապահովելու թե սա այլ համամարտկային ինչ որ ուղերձ ունի այո ուրեմն մարիաթոնի նպատակն է նախ այսօր որ կապվեցանք Իտալիայի պատասխանատուին հետը ասեց հիմնականում աղոթքը միացնելն է աղոթքի ուժն է նաև նեցուկ կանգնի ոչ միայն նյութապես որտեղ այդ ալ մեկ կարևոր կետն է այլ նաև տարբեր ծևերով տարբեր կամավորական նաև նպաստներ բերելով բարոյական նպաստներ բերելով ռադիո Մարիամին
բայց ամբողջ աշխարհի պետք է նաև նկատի առնել, որ Ռադիո Մարիամ ամբողջ այս 85 երկրներում մեջ գոյատևե զուտ հանքանակություններով չկա ովևէ եկամուտի աղբյուր միայն հանքանակություններ եւ սկսից այդպես տրված է հիմնադիրը հայր Լիվիո Իտալիա եւ իրեն օգնական Ֆերրարիո իրենք սկիզբեն ասած են որ եթե աստուծո կորցնե կհաջողի ուրեմն եւ այդպես ալ կհաջողի եւ միշտ նոր երկիրներ հիմա մի քանի երկիր դեռ սպասումի մեջ են այնտեղ կհիմնվին նոր ռադիո մարիաներ եւ ուրեմն մարիաթոնը դրա համար էլ կարեւոր է որովհետեւ նաեւ թիմում անենք ունգընտիրներուն լսողներուն որ իրենց օժանդակությունը բերեն բայց միան այս արիտը չէ ամբողջ դարվան ընթացքին մենք միշտ կոչեր գուղենք որովհետեւ ոնց ասեցի միան դրանով է որ ռադիո մարիա ամբողջ 85 երկրներում մեջ գոյատևե եւ երկրներ որոնք ավելի լավ են վիճակով օրինակ Գերմանիա, Ամերիկա, Իտալիա ուր ամենամեծ գումարները կհավաքվին այս երկրներում մեջ հավաքված գումարները կդրամատրվին ուրիշ երկրներում կարող է օրինակ Իտալիայի մարիաթոնը ասել այս տարի մեր հանքանակության այսքան տոկոսը պիտի երթա Հայաստանին կամ Լիբանանին կամ չգիտեմ Խորվաթիային եւ այլն ուրեմն երկրներ որոնք ավելի լավ են վիճակով այդ միջոցներեն կօգտվին նաեւ երկրներ որոնք ավելի գարիք ունին ինչպես Հայաստանի բարակային որովհետեւ նաեւ այդ գիտակցությունը որ մինչև զարկանա որ յուրաքանչյուրս բարդական ենք նպաստել բարի գործիմը նպաստել այս գործին ինչպես ասի որ գշեշտե այդ քանի կարևոր գետեր որոնք նաև կարևոր են ազգային միության համար միասնության համար եւ բարին լավին համար այսինքն այն երկրները որոնք ավելի ֆինանսապես կամ բարեհաջող վիճակում են հիմնականում այդպես է գալիս որ ամենամյա մարիաթոններով ավելի շատ աջակցում են Հայաստանին միան Հայաստան չէ բոլոր այն երկրներում մեր բարակային այո Հայաստանը հիմնականին կօգտվի այդ երկրներեն որտեղ դեռ Հայաստանի մեջ ինչպեսի նոր դեռ կզարգան այդ գիտակցությունը որ լսողը ծևորը նաև եթե ուրախ է անշուշտ եթե կօգտվի ռադիո մարիամի հաղորդումներեն հոգևորը մշակութային ազգային ուրեմն նաև աճագից լինի այս գործին որովհետև նաև շատերու կյանքի մեջ ինչ որ բան որ կփոխվի սրդերը կփոխվին ուրեմն նաև ծևոմը նաև իր բարդականությունն է աճակցիլ որպեսզի ուրիշ մարդիկալ օգտվին այդ իմաստը բայց Հայաստանում էլ կան մարդիկ որոնք ավելի շատ բարեսիրությամբ, բարերարությամբ են զբաղվում դուք ընդհանրապես իրենց հետ որևէ կոչով եւ այլն որ ձեզ աջակցեն այդպիսի առաքելություն ունեք թե ոչ դուք թողնում եք իրենց հայեցողությանը մենք կոչ կուղենք բոլորին եւ գտողենք իրենց հայեցողության այո եւ իհարկե ուրիշ մի բան էլ կա որ ես ուրիշ դարբեր երկրներում աշխատել եմ եւ համոզված եմ որ գա երկու տեսակի նաեւ հանքանակություններ կարող է մեկը որ մեծ գումարով կա հանքանակություն դա եւ մեկ էլ 6 ամիս ուրիշ բան չկա կարող է նաեւ փոքր ամենափոքր հանքանակություններով ինչպես որ ասենք crowdfunding հիմնական որ բազմաթիվ անձեր մասնակցին եւ սակայն փոքր նվիրատվություններով, հանքանակություններով իմ փորձառութենեն գճանշնամ անձեր, որոնք Ավստրիայի ընկերներից կսե ես այս ամիս 10 կարեջուր ավելի պակաս պիտի խմեմ 10 կարեջուրի գումարը կտամ բարի նպատակի մյուսը կսե ես այս ամիս սուրճս պիտի պակասնեմ այսքան սուրճի գումարը այսինքն հա փոքր բաներ են փոքր բաներ են բայց այդ մշակույթը կա ռադիո Մարիամը համաշխարհային ընտանիքում կարևորվում է նաև կամավորությունը
Այո, շատ կարևոր է կամավորությունը։ Իսկ Հայաստանում նոր են այդ կամավորության ինստիտուտին հարմարվում, զգում եմ, որ բոլոր ոլորտներում իսկապես կարևոր է կամավորությունը։ Այո։ Կամավորությունը նվիրում է։ Եվ ես կգործեմ նվիրումը մարդկային ազատ կամքի ամենագեղեցիկ արտահայտություններն մեկն է, ամենահզոր արտահայտություններն մեկն է։ Երբ մեկ իր ազատ կամքով ինչ որ կնվիրե ինչ որ բան։ Այսօր մենք շատ բան կրնանք կնվիրենք սեր, կուրկուրանք, նյութական, ժամանակ, այս բոլորը ժամանակը շատ թանկ բան է։ Եթե այսօր մեկը կարող է իր ժամանակից մի փոքր բաժին դրամատրել ուրիշին նվիրել եւ ոչ միայն ռադիոյի բարակային հիմնարկներու այսօր ինչքան ժամանակ ունենք մենք դրամատրելու օրինակ առանցին տարիքավոր մարդկանց որոնք խնամք ցույց տա ուրեմն սա նվիրում է եւ ոնց ասեցի ամենի թանկարժեք նվերներից մեկն նաեւ ժամանակն է եւ բայց ես փորձառության նորեն խոսիմ նաեւ մյուս ռադիո Մարիամներ ամբողջ աշխարհի շուրջ գամավորներուն համար մեծ հարստացում է հոգեկան մեծ կողունակություն է որ իրանք ինչ որ լավ բանի նպաստել են եւ կարծեմ ոչ միայն ռադիո Մարիամ ինչպես ասեցի այսօր մեր բոլոր կառույցներում մեջ գարիկը կա այդ նվիրյալ անձերուն այսօր օրինակ կրնամ բերել այստեղ անարատության հայկույրերում միապանությունը գա որ Գյումրի հաստատված են Դիրամայր Հայաստանի իրենց կենտրոնը իրանք ունեն ամառվա իրենց ճամբարը ցակացոր եւ այդ ճամբարի մեջ ես տեսա կամավորներ Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից որոնք այնպիսի նվիրումով կմոտենային եւ վերջում բաժանվելու ժամանակ արցունքով լեցված աչքերով գսեին մենք հարստացանք ուրեմն ինչ գուդա մեկը նույնքան իրեն համար հարստություն եւ կողոնակություն է եւ ռադիո Մարիամը կարիք ունի այսօր ամբողջ աշխարհի շուրջ ռադիո Մարիամի այսպես ենք կորձագիցներու կամ աշխատանքի մասնակցողներու միայն 10%-ը նայուն աշխատողներ են 90%-ը 80%-ը կամավորներ են մեծ երկրներ կան որ ռադիոն ունի 50 100 150 կամավոր այսուր ոչ հերթական կամավոր նաև նշանակում է անվարձահատույց աշխատանք այո այդ է դժվար որովհետև ոնց ասի շատերում ժամանակը թանկ բան է եւ ամիջավես մենք կմտածենք վարձատրության մասին ինչու ես պիտի դրամատրեմ ուժ, ժամանակ, էներգիա եւ չպիտի վարձատրվեմ։ Բայց ոնց ասեցի, բարի նպատակի համար այսօր եթե մտածենք մարդիկ այնքան բաներով համար զոհողություններ հանցնկարնեն իրանց վրա։ Նվիրումը զոհողություն է։ Ռադիո Մարիամի կամավորները ինչի են պատրաստ, ինչ կարողությունների տեր են, ինչ են անում ռադիո Մարիամի համար։ Ռադիո Մարիամ ոմանք գալիս են միայն նստում այնտեղ եւ աղոթք են անում։ Օրինակ աշխատակիցները, որովհետեւ կարենան իրենց ծրագիրներով զբաղվել, ոմանք կգան, ասեն ես ինչ ժամին կգամ եւ աղոթքը ես կանեմ։ Եվ կգապվեն լսողներու հետ միասին աղոթքը կանեն։ Եվ կամ կգան պարզապես այնտեղ աշխատակիցներուն ծրագրի պատրաստման մեջ օգնելու։ Եվ կամ մարիաթոնի արիթով գշրջին եկեղեցիները կամ բացի անգե նաև շաբթվան տածքին գիրագեոր եկեղեցիները գշրջին եւ ռադիո Մարիամի մասին ժողովրդին տեղեկություն կտան ընկերներ կբերեն եւ կամ բարձրապես եթե ունին մասնակցություններ օրինակ մասնակիցներ որոնք հոգեբան ասենք կարող է այնտեղ հերախոսի դիմաց նստել երկու շաբաթ անգամ մի ժամ եւ պատասխանել հարցերի եւ այսպես այսինքն մասնակիտական նաեւ ոչ միայն հոգեվոր զանազան բնակավարներու մասնակիցներ կարող են իրենց նպաստը բերել իսկ ընդհանուր էսպիսի
բանկա թե ովքեր են ձեր հիմնական ունկնդիրները, ովքեր են լսում Ռադիո Մարիամ եւ շատ կարեւոր է ինչքանով կա երիտասարդության ուշադրությունը։ Հայաստանի մեջ դժբախտաբար չունենք շատ տվյալներ, ունենք տվյալներ, կա ավելի որոշ տարիքի անձեր են ռադիո լսող, այսօր սակայն երիտասարդ ավելի կամ միջին տարիքի մարդիկ բոլորն էլ հեռախոսներով կգնան հետևել համացանցի զանազան միջոցներով։ Իսկ նորեն օրինակը պիտի բերեմ ուրիշ երկրներու մեծ թիվով երիտասարդություն կա այսօր, որ կմասնակցի Ռադիո Մարիամին նույնիսկ աղոթներուն երբ օրինակ աղոթքի ժամը նույնիսկ դատարեցներով իրենց աշխատանք եւ մասնակցելով կապ հաստատելով ռադիոյի հետ որովհետեւ հոգեվոր դաստիարակությունը մի այլ մակարդակի վրա է այո հոգեվոր դաստիարակությունը բացի անգե այսօր ինչքան էլ մենք գաբրինք արադության մեջ շատ երդասարտներ դեսած են որոնք գփնդրեն կամ այդ իղծը ունին ցանկությունը ունին այդ նաև բարիին, գեղեցիկին, աղոթքին, հոգևորին կամ թեկուզ բարձ մարդկային շփումներով եւ Ռադիո Մարիամը այդ արիտն ալգուտա որ երիտասարդներ նաև կան միասին բարձ շփում միջ մարդկային եւ կարծեմ այսօր այս ներկա աշխարհի դված այդ չափազանցության մեջ կարծեմ ցանկությունը գա այդ օվասիսին հասկանալի է Ռադիո Մարիամը արդեն մոտ 15 տարի է իր հաղորդումները եթեր է հեռարձակում Ռադիո Շանթով այդ համագործակցությունը շարունակում է եւ իսկապես ունի իր ունկնդիրը ոչ միայն աղոթքի կրոնական դասերի, այլև շատ հետաքրքիր հարցազրույցներ եւ ռադիո հաղորդումներ կան, որոնք ներկայացնում են հենց Գյումրիում գործող Ռադիո Մարիամի աշխատակիցները։ Օրինակ, ասենք միշտ այն տպավորությունն է ստեղծվել, որ ավելի հայեցի, ավելի հայապապանության հարցերով այդ ուժը ավելի ամուր է Սփյուռքում։ Այստեղ ինչ կարող ենք անել մենք Սփյուռքի համար։ Հետաքրքիր հարց է։ Սփյուռքի համար ես կգործեմ նախ ինչպես Ռադիո Մարիամի առաքելությունն է, նախ պետք է այդ գաբերը հաստատել։ Որոշ գեդերու մեջ սկսել միասնական շփում ունենալ։ Այո, շատ է պակասում մարդկային շփումը։ Այդ պակաս է։ Եվ եթե Սփյուռքից գա մեկը ավելի տուրիստ մի ժամանակ գուրախանա, որ այցելեց որոշ տեղեր Հայաստան գհիանա եւ գսե նորեն, բայց ավելի խոր մարդկային շփումներ կարծեմ այդ կարևոր է մեր իրականության համար։ Միասին ձեռնարկություններ եւ ինչպես ի ոչ միայն բիզնեսն էլ կարևոր է ոչ միայն զբոսաշրջիկ туриզմ այլ իսկապես միասնական ինչ որ բաժնեկցիլ փորձառություններով բաժնեկցիլ մենք շատ գեղեցիկ խոսք ունենք չէ աղոհած միասին այդ որ ես կգործեմ ավելի պետք է մենք դրա մեջ խորանանք ոչ մագերեսային պետք է մնա հիանանք Հայաստանի վրա այո գամ սպյուրք մենք հզոր սպյուրք ունենք այո բայց հզոր սպյուրքը դեռ քանի դասնամյակներ պիտի մնա հզոր սպյուրք ինչքան երկար Հայաստանը դրա համար ես կարծեմ շատ կարևոր տեղ ունի այսօր ներգրավելու սպյուրքը Այո, հիմնականում Սփյուռքի աջակցությունը բոլոր ծրագրերում հայանպաստ ավելի մեծ է։ Նաև Ռադիո Մարիամը կարևոր խոշորացուցի տակ է պահում մի քանի խնդիրներ՝ երեխայի դաստիարակություն, կրթություն, քրիստոնեական ընտանիք։ Այո։ Հիմնական արժեքներն են, համամարտկային արժեքներ, որտեղ դրա վրա հիմնված է, ընտանիքի վրա հիմնված է։
գսեն, չէ, նաև հոգևոր առաջին դաստիարակները երեխային ծնողքն է։ Ուրեմն կսկսի ընտանիքեն ճիշտ է։ Եվ Ռադիո Մարիամի առաքելությունն է, բացի քաղաքականութենեն գշոշապե հոգևոր մշակութային, առողջապանական, դաստիարակչական ամեն տեսակի հարցեր եւ ճիշտ է, որտեղ այո, հետաքրքիր զրույցներ կան Ռադիո Մարիամի եթերում։ Զրույցները, որովհետեւ դաստիարակությունը լավ առաքինությունները համամարտկային արժեքներ են, որ նաեւ առաքինությունը սելով նաեւ հոգևոր են։ Այսօր ինչպես ասի դժբախտաբար այդ խոսքը առաքինություն բառը քիչ կգործածենք, բայց մտածենք օրինակ սերը հայրենիքի հողի հանդեպ առաքինություն է, նաև քրիստոնեական առաքինություն եւ քրիստոնեական բարդականություն է։ Ուրեմն նաև գամ առողջության լավ նայել։ Առողջությունը Աստուծո բարգևն է մեզի, մեր անձը ամբողջությամբ։ Ուրեմն իմ բարդականությունը եւ առաքինություն է քրիստոնեական եւ իմ բարդականությունն է առողջության լավ նայել։ Հետեւաբար բոլոր թեմաների մեջ այսպես մի կարմիր թելով գնում է քրիստոնեական արժեքները, հավատքի պաշտպանությունը եւ հավատքին ապավինելը։ Հայաստանյան մասնաճյուղը այս ամբողջ միջազգային ցանցով ինչքանով է տարբերվում իր տրված բովանդակությամբ։ Իր բովանդակությամբ շատ չի տարբերվում եւ սակայն եթե նկատի առնենք մյուս երկրներում այնտեղ աղոթքի հոգևոր ամփոփումի բաժինները ավելի են մեծ են։ Դա էլ ես կգործեմ ու կա ընդհանուր մեր վերջին ասեմ 100 տարվան փորձառություններ են մեր ժողովրդի գիտակցությունը եւ միշտ ճիշտ որ մենք խաչաբաց ժողովուրդ ենք, քրիստոնյա ժողովուրդ ենք, բայց ցավոք սրտի իսլամական դիրապետություններ են, սովետը, չգիտեմ ինչ, ժողովրդի մեջ չեն գոտրած հավատքը, իհարկե, բայց ժողովուրդը ծառավ գարիք ունի հիմնական բաներով։ Այսօր Ռադիո Մարիամը Հայաստանի մեջ ես կարծեմ պետք է ավելի հիմնական գիտելիքների վրա ավելի կենտրոնանա։ Ուրիշ երկրների մեջ արդեն տարբեր մագարտակի վրա է, ուրիշ երկրների մեջ կքննարկվին նաև աստվածապանական, շատ ավելի բարդ աստվածապանական հարցեր։ Հայաստանի մեջ դեռ մենք այդ չունենք, մեզի համար կարևոր է նախ էականը, որտեղ այսօր հայ քրիստոնյան գիտե ինք քրիստոնյա եւ իր ինքնությունն է։ Եթե իր համար քրիստոնյա հավասար է հայ, հայ հավասար է քրիստոնյա։ Եվ սակայն գիտելիքի պակասն է։ Եվ կգործեմ Հայաստանի մեջ Ռադիո Մարիամը այդ բարդականությունը ունի նաև հիմքերը զորացնելու։ Գա հիմքը չի խորտակված եւ երբեք չի խորտակվելու, բայց աշխատանք կա։ Շնորհակալ եմ, ըստ էության նաև մարիաթոնի արդյունքները պիտի գանասեն, որ այդ հիմքերը կարևոր են, այսինքն Հայաստանում Ռադիո Մարիամի գործունեությունը կայուն է։ Հայաստանի մեջ կայուն է, ես Իտալիա որ կխոսեի պատասխանատուները մեկու հետ, ասեց, այսքան երկիրներու մեջ որ Ռադիո Մարիամը հիմնված է, շատ ավելի բարդ հարցերու դիմաց գտնված են, բայց երբեք չէ պատահած այս 40 տարվա ընթացքին, որ ովև երկրի մեջ Ռադիո Մարիամը դադրեցնե իր գործունեությունը։ Դա ասում է դրա մեջ է հրաշքը։ Այսօր որ խոսեինք պատասխանատուի հետ, ասեց արդեն խոսեցանք ինչ հրաշքներ կպատահին Ռադիո Մարիամի այդ համաշխարհային ընտանիքին ներս ասեց Հայաստանի մեջ որ Ռադիո Մարիամը գոյություն ունի, դա արդեն ինքնին հրաշք է։ Եվ ես կհիշեմ, երբ առաջին անգամ հանդիպեցի հիմնադիր Հայր Լիվիոին, երբ կբաժանվենք ինձ ասեց տես, այս ռադիոն քոնը չէ, այս ռադիոն կգրե Մարիամի անունը, Աստվածածինը ինք հոգ պիտի դանի, դու մի մտահոգվիր։ Եվ նույն վստահությամբ այստեղ մենք աշխատանքը կշարունակենք, որովհետև մինչև հիմա եթե ոչ մի երկրի մեջ հակառակ նույնիսկ բռնատիրական երկրներու մեջ ուր ուղղակի ոստիկանությունը մտած է Ռադիո Մարիամի գրասենյակ եւ
բռնակրաված են եւ սակայն Ռադիո Մարիամը շարունակած է տարբեր ձևով իր աշխատանքը, այնպես որ Նաև հայ կաթողիկ եկեղեցու կազմակերպված եւ համախմբված աշխատանքն այստեղ մեծ դեր ունի։ Իհարկե, դա համախմբված աշխատանքը այստեղ ունենք մեր arczepiskopos-ը կա նաև անարատողության հայ քույրերու միապանությունը Տերամայր Հայաստանի կենտրոնը, որ ես կարդեմ հրաշք աշխատանքը դա այն աշխատանքը, որ կատարած են Շիրակ, Դաշիր, Ջավախքի մեջ ուղղակի դաստիարակության հարցում մեծ գործ է անում։ Ամեն ձևով, այո, մեծավոր մայր Արուսյակի նախաձեռնությամբ մյուս քույրերը իսկապես հրաշք աշխատանք է եւ իզուր չէ որ շատեր մայր Արուսյակը կանվանեն հայոց մայր Թերեզան, այնպես որ ես 100% համաձայն եմ դրան։ Շնորհակալ եմ։ Տեսանկյան հյուրներ Ռադիո Մարիամ մշակութային հիմնադրամի տնօրեն Հայր Ռաֆի Սակայանը։